հասա կարգապահական հանձնախմբին, ինձանից պահանջվեց հեռախոսը հանձնել, որը ես մերժեցի, քանզի իմ անձնական տարածքն է, իմ անձնական ինֆորմացիան է հեռախոսում, ես առաջարկեցի հեռախոսը անջատել, իրենց իսկ ներկայությամբ իրենք պնդեցին, որպեսզի քանի որ բոլորը առանց հեռախոս են, ես էլ լինեմ առանց հեռախոսի։ Ես ուրեմն արդեն սենյակում էի եւ տեսա, որ ովքեր են նստած հանձնախմբում, մինչեւ հանձնախմբի պահանջը կատարել է հեռախոսը հանձնելը, ես խնդրեցի հարցի իրավունք եւ հարց տվեցի, որ այս ներկա անդամներն են իմ հարցը քննելու, պատասխանվեցին, որ այո, ես ասացի, որ ես հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական հարցերը քննելու, առավել ևս իմ ծառայական եւ ինձ հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննելու, քանզի ես պատշաճ չեմ համարում, տեսնելով թե ովքեր են հանձնախմբի անդամները եւ ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Ես անուններ չեմ տալու, ձեզ հայտնի են, վերջին ժամանակներում բոլոր անդամներն էին ներկա դրած։ Խնդրում եմ մնացյալ հարցերը ճշտել տեղեկատվական մայրաթորի տեղեկատվական համակարգից։ Սիրելիներ, մնացյալ հարցերը ճշտել կարգապահական հանձնախմբից։ Պիտի ձեր հարցը քնի, իսկ կա Հայի առաքելական եկեղեցում մեկ միաբան, որ իրավունք ունի ձեր հարցը քննարկել։ Հիմա տեսեք, ինչ հանձնախումբ որ կա, ինչ որ նշանակված է, ովքեր որ ինձ սպասում էին, ես իրենց հետ հանդիպեցի, ես նախապես չթաքցրեցի, որ ես չեմ քննարկելու, եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, որոնց որ իսկ վարքը քննելու է։ Ես կարծում եմ, որ ես գաղտնիք չեմ խոսում եւ բոլորը լավ հասկանում եք ինչի մասին է խոսքը, ու մասին է խոսքը։ Եվ սիրելիներ, ինչու ես պիտի անուններ տամ։ Թողնում եմ բոլորը հասկանում են, ակտասներով եք խոսում։ Սիրելիներ, մնացյալ կարծիքները թողնում եմ ձեզ։ Դա մինչև վերջ կպատմեք ինչ եղավ, այդքան ասացի։ Այդքան ես ասացի, որ թույլ տվեք, ես հրաժարվեմ այս կազմի հետ։ Ես ամեն ինչը պատմեցի, այդքան ասացի եւ դուրս եկա։ Ակնկալում եք, որ պատմողը պետք է հեռանան քահանաների նման տեղարանի, ովքեր ունենան պահանջը։ Ես կարծում եմ, որ հայ եկեղեցում ամեն մի մարդ, որ հոգևոր չէ, պիտի հեռանա։ Ես չեմ ուզում անուններ տալ։ Դա ժողովուրդը կարող է գնահատել։ Դա Աստված կարող է համարել, ժողովուրդը կարող է համարել։ Ես ով եմ, որ դա համարեմ։ Դուք ձեր ծառայությունը լիարժեք համարում եք։ Դուք ինչու եք ինձ հարցեր տալիս, որոնց պատասխանը միայն Հրավիրել եք լրագրողներին եւ լրագրողները պարտավոր են ձեզ հարցեր տալ։ Շատ լավ։ Ես էլ ձեր հարցերին պատասխանել եմ եւ պատասխանում եմ եւ պատասխանելու եմ։ Կան հարցեր, իրականացրել եք թե ոչ։ Սիրելիներ, կան հարցեր, որոնց պատասխանը միայն Աստված գիտի։ Հիմա դուք ինձ այնպեսի մի հարց եք տալիս, որ ես դրա մասին կիմանամ, երբ որ գնամ դրախտի եւ դժոխքի մի վարքյան։ Դժոխքի եւ դժոխքի աշխարհ բաժանի ժամանակ իմանամ եւ կհասկանամ։ Ֆիզիկապես եղեք Ես սիրելիներ չեմ ուզում շատ մանրամասնել, միայն սա ասեմ եւ ներողություն խնդրեմ պիտի գնամ, որպեսզի կարգապահական հանձնախմբի հետ հանդիպումը լուսաբանված եւ արդարացի լինի։ Լուսաբանեք եւ դուք անգամ չեք ուզում անուններ տալ։ Բանավանքի պատարագին այս հրավերը կարգապահական հանձնախմբին մասնակցել է, քանի որ դուք այնտեղ պատարագ եք մատուցում նաեւ։ Սիրելիներ, տեսեք, ինձ հետ կապված հարցերը կարգապահական հանձնախմբի ես պատահական չէ որ հրապարակել եմ իմ Facebook-յան էջում, դուք տեսել եք բոլորը, թե ինչ հրավեր է, որի մեջ նշված է, թե ինչ հարցերով պետք է ինձ քննել։ Այդ հարցերին ես չեմ անդրադառնա, քանզի դա ներքին անձնական հարցն է եւ դա իմ եւ եկեղեցու միջև հարաբերությունների հարցն է։ Ինչ վերաբերում է քաղաքականացրել եք ձեր եւ եկեղեցու հարաբերությունները։ Չի ասի, ինչ վերաբերում է Հովանավանքի պատարակների իմ մասնակցությանը, ես այնտեղ մասնակցել եմ, միշտ, երբ որ ինձ լրագրողները մոտեցել են, ես բոլոր նրանց հարցերին պատասխանել եմ, երբեք չեմ խուսափել, ես իմ հայացքները այնտեղ արդեն իսկ հնչեցրել եմ։ Հանձնախմբի հետ կապված։ Նույն հարցերը Հանձնախմբի հետ կապված, ներողություն, Ինչ վերաբերում է ես Թալինին կմասնակցեմ, թե չեմ մասնակցելու, դա դեռ կորոշվի։ Հանձնախմբի հետ կապված, որ ասում եք այս կազմը, այս նույն կազմն է ձեզ օծել որպես քահանա, դա ընդունել եք։ Սիրելիներ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Ուղիղ պատասխանում եմ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Այս տաճարի
մեջ։ Մտավախություն ունեք, որ Ում օրնած Միրոնով դեր տան։ Իսկ ձեզ որևէ բան խոստացել եք մայրաթորին դեմ դուրս գալու համար։ Մայրաթոր հայ առաքելական եկեղեցու օրհնած Միրոնով։ Ձեզ Այնայն որևէ բան կաթողիկոսի խոստացել ձեռքով է եք կատարվել այդ եկեղեցուն դեմ դուրս գալու համար։ Որևէ բան խոստացել եք։ Ես նման եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով։ Դուք Ես չեմ կարծում։